Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, մենք պաշտոնականից դուրս հաղորդաշարն ենք սկսում։ Հիշեցնեմ, սա գործարարալիքի եւ պետեկամուտների կոմիտեի համատեղ նախագիծն է։ Վարդան Հարությունյանն է այսօր մեր տաղավարում, ես Դավիթ Խումարյանն եմ, վարում եմ այս հաղորդումը ձեզ համար։ Սա երկրորդ եթերաշրջանն է մեր հաղորդաշարը եւ ես այնքան էլ լավ վարժ չեմ կարողանում միանգամից ասել պաշտոնները եւ բաժինները, որտեղից հրավիրել են գործընկերներին, ձեր թույլտվությամբ ընթերցեմ Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային մարմնի օպերատիվ հետախուզության եւ տեսչության բաժնի պետի տեղակալ։ Բարի գալուստ մեր տաղավար։ Մաքսանենգությունը ցավոք սրտի շատ տարածված երևույթ է ամբողջ աշխարհում, երևի թե ամենահին հանցագործություններից մեկն է, չէ՞, պատմության ընթացքում։ Ինչ սահմանները կան, երևի սահմանների հետ կա նաև մաքսանենգությունը։ Այդպիսի ժամանակ չի եղել, որ սահման լինի, իսկ մաքսանենգություն չլինի։ Եկեք հիմնական գործառույթի մասին պատմենք ձեր։ Այսինքն ո՞նց է այդ ամեն ինչ արվում, ո՞նց է կազմակերպվում աշխատանքը։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Քանի որ ես ներկայացնում եմ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, նշեմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական խնդիրներից են հանդիսանում ազգային անվտանգության, մարդու կյանքի եւ առողջության, կենդանիների եւ բուսական աշխարհի շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Այս համատեքստում մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կիրառվում են տարատեսակ գործիքներ եւ մեխանիզմներ, ինչպիսիք են վերլուծական գործիքները, տեղեկատվության փոխանակումը, օպերատիվ տեղեկատվությունը, ինչպես նաեւ այլ ընթացիկ հսկողական աշխատանքներ, որոնք իրականացվում են մաքսային հսկողության ձևերի եւ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ, շնագիտական բաժնի կողմից շների ակտիվ ներգրավմամբ, ինչպես նաև համագործակցությունը մեր իրավապահ այլ երկրների իրավապահ մարմինների եւ միջազգային գործընկերների հետ։ Նայենք անցած տարվա տրամաբանությամբ, տարին նոր է սկսել, առաջին եռամսյակում ենք, ինչ ռեզուլտատներ կան անցած տարվա հետ կապված։ 2025 թվականին մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 528 դեպք։ Նշված դեպքերից 385-ը հանդիսացել են մաքսանենգության գործերով, որից 360 դեպքը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության գործերով, իսկ եւս 143 դեպքով հարուցվել է վարչական վարույթ հնարավոր մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։ Փորձենք առանձնացնենք մի քանի նշանակալի դեպքեր 2025 թվականին մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից արձանագրված, որում իհարկե իրենց մասնակցություն են ունեցել նաև ՊԵԿ կառուցվածքային այլ ստորաբաժանումներ մեր հարգարժան գործընկերները։ Այսպես 2025 թվականի հունվարի 23-ին ապավեն տերմինալ Փակ բաժնետիրական ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրանդակային առաքայինները, որի ընթացքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն բաժնի հատուկ վարժեցված շունը միջազգային սուրանդակային առաքանին զննելու ընթացքում հայտնաբերել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ, ցուցաբերել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Այնուհետև կատարված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ 920 գրամ քաշով։ Այնուհետև փետրվարի 26-ին ագարականցման կետում զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից շահագործված բեռնատարի եւ կցորդը եւ կցորդի տարայի ամրացված ջրի տարայից հայտնաբերվել է 11962 գրամ քաշով 15 փաթեթ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Մեկ այլ դեպքով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից շահագործող բեռնատար ավտոմեքենայի կցորդի ռենտգեն զննության արդյունքում կցորդի հատակի հատվածում նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 85164 գրամ համաքաշով 112 փաթեթ հաշիշ տեսակի թմրամիջոց։ Շատ լուրջ ծավալների մասին է խոսում։ Ցանկանում եմ առանձնացնել եւս մեկ նշանակալի դեպք, որը կրկին
մեր հարգարժան գործընկերների հետ ենք իրականացրել 2025 թվականի նոյեմբերի 24-ին ագարակ սահմանային անցակետում Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների եւ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման հսկողության վարչության աշխատակիցների կողմից ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռնատար տրանսպորտային միջոցը եւ կցորդը Դրա հետ միասին օգտագործվել է նաև հատուկ տեխնիկական միջոցներ եւ զննման արդյունքում բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ փաթեթ լցված հերոին տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այդ քանակությամբ բավականին մեծ քանակությամբ թմրամիջոցը նախատեսվում էր Հայաստանի տարածքով այդ բեռնատարով տեղափոխել հարևան Վրաստան։ Այդ դրա մասին է ուզում նաև հարցնել։ Հիմնականում այդ մեծ ծավալները Հայաստանի համար չեն, չէ՞, Հայաստանը որպես տարանցիկ գոտի ենք հանդիսանում եւ տարատեսակ ձևերով, տարբեր միջոցներով փորձում են օգտագործելով մեր երկրի տարածքը տեղափոխել Վրաստան։ Իրականում նման դեպքերը շատ են եւ Պետական Եկամուտների Կոմիտեի թե մաքսանենգության դեմ պայքարի վարչության թե այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արվում է ամեն հնարավորը նման դեպքերը կանխարգելելու, իսկ հայտնաբերելու դեպքում դրանք ապօրինի շրջանառությունից դուրս անելու համար։ Ինչքանով որ ես հասկացա ձեր բերած թվերից, հիմնական ռիսկերը կապված են ելում թմրանյութերի հետ, հա, այսինքն հիմնական աշխատանքը չէ, արդյունքները, այսինքն ամենավտանգավորը եւ ամենաշատ ծավալները թմրանյութերի մասին է խոսքը։ Այո, իհարկե, հենց վարչության անունն էլ հուշում է, որ ինքը մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է, բայց նշեմ, որ մեր աշխատանքը երկու ուղղությունով է, եւ մաքսանենգության դեպքերի հետ կապված եւ վարչական գործերով, ընդ որում բավական վերջին տարիներին ունենք այդ առումով բավականին աճ, այսինքն մաքսային կանոնների խախտման հատկանիշներ ունենք բավականին լուրջ արդյունքներ բացահայտված, տարբեր երկու ուղղություններով է հիմնականում մեր աշխատանքը։ Հիմա թե պետական համակարգը, թե մասնավոր սեկտորը գնում է թվայնացման, բոլոր գործընթացները թվայնացվում են։ Արդյոք մաքսանենգության դեմ պայքարի մեջ էլ թվային գործիքներ կիրառվում են։ 2025 թվականին հաստատված հարկային վարչարության բարեփոխումների եւ մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերով հաստատվել է ՊԵԿ տեսլականը, համաձայն որի ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է իր տեխնոլոգիական նորարար մոտեցումներով եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Այս համատեքստում վերլուծական օպերատիվ բաժինների կողմից կիրառվում է մի շարք վերլուծական գործիքներ, այնպիսիք ինչպիսիք են համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային իրավապահ ցանցը, Trade.gov արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանը, կշռումների կենտրոնացված համակարգի միջոցով իրականացվող վերլուծությունները, համակարգի միջոցով սահմանահատում իրականացնող անձանց նկատմամբ կատարվող վերլուծությունները, ինչպես նաև մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որի միջոցով հնարավոր է դառնում խորը եւ համապարփակ վերլուծության միջոցով կառավարել մաքսային ռիսկերը։ Ցանկանում եմ նշել, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նաև ներդրվել է մաքսանենգության գործերով էլեկտրոնային գրանցամատյան, ինչպես նաև այս ամենի մեջ մեզ բավական շատ օգնում է նաև ռիսկերի կառավարման համակարգը։ Մի քանի միջազգային կազմակերպության անուն տվեցիք դուք, բայց եթե մենք սահմանի մասին ենք խոսում, ապա սահմանը ինքնին երկու երկիր է, չէ՞։ Այսինքն կա սահմանը Հայաստանի եւ Պարսկաստանի միջև, Հայաստանի եւ Վրաստանի միջև, արդյոք առիթ լինում է համագործակցել ձեր գործընկերների հետ սահմանից այն կողմ։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում տարբեր ուղղություններով ստեղծում է օպերատիվ կապ, այո, դուք իրավացի եք, ցամաքային սահմանը մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ է եւ ըստ անհրաժեշտության ստեղծում է օպերատիվ կապ այդ աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար։ Այսինքն լինում են որտեղ դուք ինչ որ թվեր եք ասում, չէ՞, որ ասենք Պարսկաստանից է եկել, Վրաստանից է եկել, մեծ հաշվով ընդեղ էլ մարդիկ կան ձեր գոլեգաները, որոնք որ երևի թե էլի ուշադիր են, տենց բաներով զբաղվում են։ Իհարկե։ Ըստ անհրաժեշտության, եթե կարիք լինի, պարտադիր համագործակցությունը կատարվում է ու նշեմ, որ որևէ երկիր չի ցանկանում, որ իր տարածքում միանշանակ թմրանյութեր հայտնվեն, քանի որ դա հասկանում ենք բոլոր բացասական կողմերը։ Բոլոր երկրներն շահագրգռված են կանխելու
թմրամիջոցի ներմուծումը իրենց երկրներ եւ ինչպես նշեցի, երբ կարիք է լինում օպերատիվ կապը ստեղծվում է, թեկուզ վերջին նշված դեպքով 161 կիլոգրամ հերոինի հետ կապված ստեղծվել էր կապը, ինչ-ինչ հանգամանքներով վերահսկել մատակարարում չի արվել, բայց եթե կարիք լիներ, միանշանակ կարվեր։ Ընդհանուր առմամբ գոհ եք համագործակցությունից։ Համագործակցությունը բավականին կա, աշխատանքներ միշտ էլ հնարավոր է տանել, միշտ էլ զարգացնելու հնարավորություն կա, բայց այս պահին կապը կա։ Երբ որ մաքսային վերահսկողության մասին հիմա խոսվում է, նամանավանդ աշխարհքաղաքական փոփոխություններից հետո նկատի ունեմ բուսական պատժամիջոցները եւ այլ իրադարձությունները, հասարակության մեջ շատ խոսակցություններ կան, որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որը աջակցում է այդ սանկցիաների տակ եղած ապրանքների ոնց որ Ռուսաստանին մատակարարելուն։ Դրա մասին շատ է խոսվում։ Դրան սովորական մարդիկ ասում են ռեէքսպորտ։ Տենց են անում, բայց ինչքանով որ ես հասկանում եմ, դա այնքան էլ ճշգրիտ տերմին չի։ Կուզեի այդ հարցի մասին մի փոքր խոսեինք, այսինքն ինչ արվում, մենք տեսնում ենք, որ մենք ունենք կտրուկ արտահանման ծավալների աճ։ Այդտեղ ինչ որ ռիսկեր կան, թե չկան, մաքսայինը ինչ գործառույթ է տեղ իրականացնում, ինչ հսկողություն է արվում։ Վերջին տարիներին իսկապես աճել է արտահանումների ծավալը, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում արտահանումներ իրականացվում են 24/7 ռեժիմով, ինչը նպաստում է, որպեսզի արտահանողները իրենց հարմարավետ զգան, ժամանակի կորուստ չունենան եւ արդյունավետ կերպով կարողանան իրականացնել իրենց արտահանումները։ Այո, ռեէքսպորտ վերարտահանմանն է վերաբերվում, մաքսային տերմինոլոգիայով եթե խոսենք, վերարտահանումը այլ հասկացություն է, ոչ թե դեպի Եվրասիական տեսական միության երկրներ, այլ երրորդ երկրներ է կատարվում։ Հավանաբար դուք նկատի ունեք երրորդ երկրներից ներմուծող եւ Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանվող ապրանքների, քանի որ մենք մեկ տնտեսական տարածք ենք համարվում։ Այս շրջանակներում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը իրականացնում է ինչպես երրորդ երկրներից ներմուծվող եւ Եվրասիական տնտեսական միություն արտահանվող ապրանքների, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունից եկող եւ երրորդ երկրներ արտահանվող ապրանքների հետագծելիության ուսումնասիրություն։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում իրոք բախվում ենք տարատեսակ խնդիրների։ Բազմազան են խնդիրները, որպես օրինակ կարող եմ նշել հայտարարությունների կողմից նշվում են սխալ տեղեկություններ, կախված ապրանքի ծածկագրի, ապրանքի նկարագրի, ապրանքի ծագման եւ այլ հանգամանքների հետ։ Բնականաբար դրանք կատարվում են որոշակի հանգամանքներ շրջանցելու համար, մեր խնդիրն է գտնել, բացահայտել եւ ըստ անհրաժեշտության հակազդել այդ գործողություններին։ Վերջերս մի լուր էր շրջանառվում, մի բողոք, որ ստիպում են տնտեսվարողներին ծագման երկիրը նշել Եվրոպա։ Երևի թե ծանոթ եք։ Ինչի մասին է խոսքը, որտեղ այդ ծագման երկիրը նշվում ընդհանուր առմամբ։ Այս հարցը անմիջականորեն կապված է ձեր նախորդ հարցի հետ եւ շնորհակալություն եմ հայտնում նման հարցի համար, որովհետեւ վերջերս ես նույնպես Այսինքն արդյոք հնարավոր է Հայաստանում փոխել ծագման երկիրը օրինական ճանապարհով։ Ամբողջական պատասխանեմ, հստակ պատասխանից կերևա, որ ոչ իհարկե։ Վերջերս ես նույնպես մի հարցազրույց տեսա, որտեղ որ նշվում էր եւ մի քանի անգամ արծացվում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության անունը։ Ինչի մասին էր խոսքը։ Նախ մի դիտարկում փորձել անել, Հայաստանի Հանրապետություն որևէ պարագայում ոչ ոք չի կարող եւ իրավունք չունի որևէ տնտեսվարողի ստիպել կատարել անօրինական գործողություններ։ Ձեր նշված դեպքը անօրինական գործողություն է։ Իհարկե, անհնարին է նման բան լինի։ Եթե որևէ մեկը ունի այդպիսի տեղեկատվություն, որ ստիպում են, կարող են դիմել մեզ, օրենքով սահմանված կարգով ընթաց կտանք եւ անհրաժեշտության դեպքում որոշակի գործողություններ կկատարենք։ Առհասարակ, որպեսզի կարողանանք վարել վիճակագրություն, ապահովենք միասնականություն, առողջ եւ արդար տեղեկատվության փոխանակում, այլ պետությունների հետ, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների հետ գործընկերային վստահությունը ապահովելու համար, ինչպես նաև ապրանքների օրինական տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության երկրների օրինական կերպով իրականացնելու համար մեր կողմից կատարվում է ընթացիկ հսկողական աշխատանքներ։ Կոնկրետ դեպքով ասեմ, որ որևէ եվրոպական
կոնկրետ եվրոպական երկրից մեր կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2026 թվականի ընթացքում որևէ եվրոպական երկրից ներմուծված, այնուհետև դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանված ապրանքները։ Ուրեմն ինչ է կատարվել։ Մի փոքր մասնավորեցնեմ առանց անուններ նշելու։ Բերել են որոշակի տեսակի ապրանքներ, եվրոպական ծագման է համարվել, ըստ լիազոր մարմնի տված թույլատվական փաստաթղթի այդ ապրանքները հանդիսացել են եվրոպական ծագման։ Այնուհետև այդ ապրանքները փորձել են արտահանել դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ տարանցման հայտարարագրի, երբ որ արտահանում են իրականացրել դեպի նշածս տարածքը, ըստ տարանցման հայտարարագրի կից ներկայացված լիազոր մարմնի կողմից տրված թույլատվական փաստաթղթի, այդ նույն ապրանքը, որ ներմուծելիս հանդիսացել է եվրոպական ծագման, այդ ժամանակ նշված է եղել որպես Հայաստանի Հանրապետության ծագման։ Մեր կողմից կատարված հարցման համաձայն լիազոր մարմնի կողմից այդ փաստաթուղթը համարվել է անվավեր, եւ նշեմ, որ այդ պարագայում տնտեսվարողը ինքն է դիմել եւ հրաժարվել հետագա արտահանումներից։ Մենք այս պարագայում որևէ վարչարություն չենք իրականացրել։ Սա է ընդհանրապես։ Այսինքն խնդիրը ինչի որ պիտի գրած լինի Եվրոպա, եթե Եվրոպայից է եկել, պիտի գրած լինի Եվրոպա, Իհարկե, ուրիշ տեղից է, իհարկե, հանգամանքները տարբեր են, յուրաքանչյուր իր տեսանկյունից է նայում, բայց գոյություն ունի օրենք, բոլորս պարտավոր ենք հետևել օրենքին եւ բոլորս պարտավոր ենք կատարել օրենքի պահանջները։ Սա է մեր հիմնական աշխատանքը, դրա վրա է հիմնված այդ ամեն ինչը։ Որպես ամփոփիչ մի հարց էլ տամ ձեզ, հաճախ երբ մենք ցամաքային սահմանն անցնում ենք կամ ինչ-որ օտար երկրների օդանավակայաններում կամ հենց Հայաստանի օդանավակայանում ինչ-որ մարդիկ մեզ մոտենում են, խնդրում են ինչ-որ ապրանքներ տեղափոխել, ինչ-որ տեխնիկա է ալնում, այլ տեսակի ապրանքներ է։ Դրա մասին շատ է խոսվում, որ դա չի կարելի անել, բայց ես կխնդրեմ երկու բառով վտանգները ներկայացնեք, էլի, թե դա ինչի կարա բերի։ Իրականում ծավալը բավականին շատ է եւ այդ հարցի հետ կապված կարելի է ժամերով խոսալ։ Մի փոքր հակիրճ ներկայացնեմ, այո, իհարկե, տարբեր թե օդանավակայանում, թե տարբեր երկրների մաքսային հսկողության գոտիները մոտենում են քաղաքացիներին, խնդրում են որոշակի ապրանք տեղափոխել։ Նայեք, ստացվում է այնպես, որ մեր օրինապահ տնտեսվարողները Հայաստանի Հանրապետություն են ներմուծում որոշակի ապրանքներ, դրա համար վճարելով հարկեր, տուրքեր եւ մնացած վճարներն են կատարում, եւ այդ մարդիկ պետք է վաճառեն իրենց ապրանքները։ Այլ անձինք փորձելով շրջանցել այդ հարկերը եւ այլ վճարները նույն կերպ փորձում են ներմուծել ապրանքներ, այս դեպքում ինչպես նշեցի, առանց այդ հարկերը վճարելու։ Անհավասար պայմաններ է ստեղծվում օրինական կերպով ներմուծող տնտեսվարողների համար, հետեւաբար մեր խնդիրն է հանդիսանում նման դեպքերը կանխելը, իսկ եթե կատարվում է բացահայտելը եւ թույլ չտալ, որպեսզի անօրինական կերպով ապրանքները ներմուծվեն Հայաստանի Հանրապետություն։ Առիթից օգտվելով ցանկանամ նշել, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարություններով, որում հորդորում է մեր հարգելի քաղաքացիներին եւ տնտեսվարողներին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկատվություն անօրինական կերպով կատարվող գործարքների վերաբերյալ, ներկայացնեն մեզ եւ մենք օրենքով սահմանված կարգով ապահովելով նրանց գաղտնիությունը ընթացք տանք այդ հայտարարություններին։ Եվս մեկ անգամ հորդորում է մեր հարգելի ունկնդիրներին, մեր հարգելի տնտեսվարողներին նման տեղեկատվություն ունենալու պարագայում դիմել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, երաշխավորում է այդ անձանց գաղտնիությունը եւ խոստանում ենք օրենքով սահմանված կարգով բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել անօրինական կերպով Հայաստանի Հանրապետության մուտք ապրանքներ արգելելու համար։ Այսքանը, սիրելի ռադիոլսողներ, հուսամ ականջալուր կլինեք, կլսեք եւ չեք ընկնի խնդիրների մեջ։ Սա գործարարալիքն է, դուք լսում եք պաշտոնականից դուրս հաղորդումը, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, այսօր այսքանը։